Մատթեոս 7-րդ գլուխ։ Մի դատեք, որ չդատվեք, որովհետև կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք։ Ինչու եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։ Կամ ինչպես ես ասում եղբորդ, թող շուղը հանեմ քո աչքի միջից, երբ ահա քո աչքի մեջ գերան կա։ Կեղծավոր, նախ այդ գերանը հանիր քո աչքից, որ կարողանաս հստակ տեսնել, և ապա կհանես շուղը եղբորդ աչքից։ Մի տվեք սրբությունը շներին, և մի գցեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի ոտնակող չանեն դրանք և շրջվելով ձեզ պատառոտեն։ Խնդրեք, և ձեզ կտրվի, փնտրեք և կգտնեք, բախեք և ձեր առաջ կբացվի, որովհետև ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, և ով բախում է, նրա առաջ կբացվի։ Ձեզնից ով է այն մարդը, ումից եթե իր որդին հաց խնդրի, նրան քար կտա, կամ ձուկ խնդրի, նրան օձ կտա։ Արդ, եթե դուք որչար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որքան ևս առավել ձեր հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են նրան։ Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց, որովհետև հենց սա են օրենքն ու մարգարեները։ Մտեք նեղ դռնով, որքան ընդարձակ է այն դուռը և լայն այն ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և շատ են նրանք, ովքեր մտնում են դրանով։ Որքան անձուկ է այն դուռը և նեղ այն ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, և քիչ են նրանք, ովքեր գտնում են այն։ Զգույշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են։ Իրենց պտղից կճանաչեք նրանց։ Միթե փշից խաղող կքաղեն կամ տատասկից թուզ։ Այսպես ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, և վատ ծառ վատ պտուղ։ Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, և ոչ էլ վատ ծառը լավ պտուղ։ Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում։ Ուրեմն իրենց պտղից կճանաչեք նրանց։ Ոչ ամեն ոք, որ ինձ ասում է «Տեր, Տեր», երկնքի առկայություն կմտնի, այլով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է։ Այն օրը շատերը ինձ կասեն. «Տեր, Տեր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք և քո անունով բազում հրաշքներ գործեցինք»։ Այն ժամանակ նրանց կասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռացեք ինձնից ամենքդ, որ անօրենություն էիք գործում»։ Ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերը և գործադրում դրանք, կնմանվի իմաստուն մարդուն, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։ Անձրևները թափվեցին և գետերը հորդեցին, հողմերը փչեցին և զարկեցին տանը, բայց տունը չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված։ Իսկ ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերը և չի գործադրում դրանք, կնմանվի հիմար մարդուն, որն իր տունը ավազի վրա կառուցեց։ Անձրևները թափվեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին և հարվածեցին տանը, և տունը փլվեց, և նրա կործանումը ահավոր եղավ։ Երբ Հիսուսն ավարտեց այս բոլոր խոսքերը, ժողովուրդը զարմացած էր նրա ուսուցման վրա, որովհետև ուսուցանում էր որպես մեկը, որ իշխանություն ունի, և ոչ թե դպիրների նման։